Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ավելի քան 4000 տոննա ռուսական հացահատիկով եւ շուրջ 7600 տոննա ադրբեջանական նավթամթերքով են բեռնված վագոնները, որ Բաքվից Երևան ուղղություն են վերցրել։ Դարձյալ այս ապրանքատեսակներն են ճանապարհին մասնագետների գնահատման պարերևույթ տնտեսական, իրականում քաղաքական գործարքի շրջանակում։ 7600 տոննա էներգակրից 6100-ը բենզին է, մյուս մասը դիզել։ Մինչև տեղ կհասնեն այս տարվա առաջին շաբաթվա ամփոփ տվյալներով Ադրբեջանի երկաթուղով Հայաստան միայն ռուսական հացահատիկ են բերել 8485 տոննա։ Հակառակ ուղղությամբ, այսինքն Հայաստանից Ադրբեջան գնացքներն այդպես էլ ոչ մի բան չեն տարել։ Ադրբեջանի նպատակը խնդիր չունի Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը վերականգնելու։ Չի բացառվում իհարկե հետագայում մոտակա ամիսների կարող է 1-2 ապրանքատեսակ թույլ տան, որպեսզի վաճառվի Ադրբեջանում, զուտ ցույց տալու համար, որ արդեն խաղաղությունն է, վերականգնվել է առևտրաշրջանառությունը եւ այլն։ Դա չի բացառվում։ Բայց Ադրբեջանը բնավ նպատակ չունի Հայաստանի տեսփայի դրությամբ միջոց ապրանքները արտանելու։ Հայաստանն է կախված Ադրբեջանից ներկայվող ապրանքներից, Ադրբեջանը այդպես ներկայվող ապրանքներից կախված չէ։ Այս այն մտցում հայաստարակության գիտակցության մեջ անողակի։ Իսկ թեկուզ քաղաքական ակցիայի շրջանակում ինչ կարող է Հայաստանը արտահանել ադրբեջանական շուկա, եթե նախորդ տարեվերջին վարչապետը օրինակ այն համոզմունքն ուներ, որ Երևանից բեռուբարձով գնացքները Բաքու հետ չեն դառնում, որովհետև 30 տարի միայն բեռնատար ավտոմեքենայի ծավալով էր մեր տնտեսությունն իր պլանավորումն արել, ապա այժմ տեղեկանում ենք Հայաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցուցակներ են իրար փոխանցել, թե օրինակ Հայաստանը ինչ կարող է գնել Ադրբեջանից եւ վերջինիս ինչ վաճառել ու ճիշտ հակառակը։ Պրոցես գնում է, երբ որ նորություններ կլինեն, կիմանանք։ Այսինքն կա քննարկում։ Ես գիտեմ, որ նախնական ապրանքախմբերի ցանկեր են փոխանակվել, դեռևս ուսումնասիրության պրոցես է գնում։ Այլումին, ալյումինի փայլատիթեղ, ֆերոմոլիբդեն, տեքստիլ արտադրանքներ, կենդանիներ, միրգ բանջարեղեն, որոշ խմիչքներ։ Սրանք այն ապրանքներն են, որոնք տեղ են գտել Հայաստանից Ադրբեջան ուղարկված ցուցակում։ Սրանք կարող ենք արտահանել, փակագծերն է էկոնոմիկայի նախարարը բացում։ Այսինքն ցանկ կա, հետազոտություն կա, աշխատանք կա, որը ցույց է տալիս, որ այդ ապրանքները մենք արտահանում ենք եւ Ադրբեջանը ներմուծում է։ Եվ հիմա այդ քննարկումների մեջ ենք։ Միևնույն ժամանակ, սակայն փորձագիտական համայնքում այնքան էլ լավատեսական չեն կանխատեսումները։ Տնտեսագետն ասում է, իդեալական ապրանք արտահանենք, մի խնդիր հաստատ կկարողանան մոգոնել։ Ինչ պտուղներ ենք առաջարկելու, միրգ ենք առաջարկելու։ Ադրբեջանում այն պտուղը, որ Հայաստանում չի աճեցվում, աճեցած մասին չեմ խոսում, դա բազմակի անգամ թանկ է, որ Թուրքիայից ներգրվում է Հայաստան, Հայաստանը վաճառվում է, չէ՞, եւ վերաարտահանման միջոցով ընդհանրեն գնում է Ռուսաստան կամ Հյուսիսան երկրներից մեկը, նա Ադրբեջանի նույն առաջարկած մոդելից, նույն ապրանքի, նույն գնից առնվազն 150-200% տարբերությամբ Ադրբեջան ավելի էժան է։ Ինչ վերաբերում է մեր ներկրած ադրբեջանական բենզինին, էկոնոմիկայի պատասխանատու պաշտոնյան ակնկալիք ունի նախորդ ամսվա գների համեմատ 1 լիտր բենզինն ու դիզելը կշարունակվեն մինչև 80 դրամ էժան լինել։ Տեղեկացնում է նաև նույն զարգացումներով պայմանավորված նավթամթերք վաճառող մյուս ընկերությունները, այսինքն նրանք, որոնք ադրբեջանական վառելիք չէին ներկրել, գները սակարկելու ուղղությամբ եւս աշխատում են։ Հայաստանի բենզինի շուկայում ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի կեսերից սկսված, երբ Հայաստանը սկսեց ներմուծել ադրբեջանական արտադրության բենզինը։ Հարցին անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում եւ նշել, որ Ադրբեջանից հիմնականում ներմուծվում է պրեմիում տեսակի բենզին։ Հայաստանում պրեմիում տեսակի բենզինի գինը նվազել է 15%-ով, նախկին 1 լիտրի դիմաց 510 դրամի փոխարեն այժմ 430 դրամ է։ 2 օր առաջ արդեն Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել դիզվառելիքի գինը այս ընթացքում նվազել է 2%-ով։ Եթե դեկտեմբերի 11-ին ռեգուլյար բենզինի նվազագույն գինը 500 դրամ էր, հիմա 460 դրամ է։ Ըստ Նիկոլ Փաշինյանի, այս ամենը խաղաղության օրակարգի արդյունքներն են, ինչպես ընդունված է ասել, խաղաղության օգուտները։ Սա խաղաղություն է եւ մենք պետք է խաղաղության մեջ ապրելուն սովորենք եւ խաղաղության օգուտների հետ հարաբերվելուն նույնպես սովորենք, ինչը եւ ուրախությամբ եմ արձանագրում։
Չի լինելու թրիփ ենթակառուցվածքի որևէ կտոր, որևէ հատված կամ շինություն, որտեղ կսահմանափակվի Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը, հայտարարել է Արարատ Միրզոյանը թրիփի վերաբերյալ հրավիրված ասուլիսում, նշելով, որ թրիփի համար սահմանվել է 49 տարի նախնական ժամկետ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կունենա 74% բաժնեմաս, Հայաստանը 26%։ Թրիփը միտված է Հայաստանի տարածքում անխոչնդոտ բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը, նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը եւ ինտեգրմանը, պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգանքի հիման վրա։ Թրիփը կապելով Ադրբեջանի հիմնական մասը իր Նախիջևան ինքնավար հանրապետության հետ եւ կենսական օղակ ստեղծելով տրանսկասպիան առևտրային երթուղում միջազգային եւ ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար։ Թրիփի հաջողությունը կախված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացումից, որ նաև կախված է հաջողությունը Հայաստան-Թուրքիա ամբողջական կարգավորման առաջընթացից, ԱՄՆ կայուն ներգրավվածությունից, տարածաշրջանային համագործակցությունից, կայունությունից, թրիփ զարգացման ընկերությունը ԱՄՆ վերահսկիչ բաժնեմասով եւ սկզբունքային հարցերում Հայաստանի վերահսկողությամբ նպատակ ունի ապահովել թրիփ ենթակառուցվածքների զարգացումն ու իրականությունը։ 2025 թվականին Հարավկովկասյան երկաթուղի ընկերության գնացքներից օգտվել է 510,000 ուղևոր, միջազգային երթուղիներում փոխադրվել է մոտ 42,000 ուղևոր, իսկ տեղական երթուղիներում 468,000։ Տոնական օրերի ընթացքում դեկտեմբերի 30-ից հունվարի 6-ը Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով տեղափոխվել է 1058 ուղևոր, իսկ տեղական երթուղիներում ավելի քան 10,000 ուղևոր։ Նոր տարվա ընթացքում իրականացվել է նաև 10 հեքիաթային էքսպրես չարտերային ուղևորափոխադրում երեխաների համար նախատեսված տոնական ներկայացումներով։ Ինչպես բենզինը Ադրբեջանից Հայաստան հասավ, հակամրցակցային պայմաններ են ստեղծվել երկրում, թե նախնական համաձայնություն է եղել տնտեսվարող սուբյեկտների միջև։ Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահն ասում է, կառավարությունը չի ներմուծել կամ չի որոշել, թե կոնկրետ որ ընկերությունը պետք է ադրբեջանական բենզին ներմուծի Հայաստան։ Պարզապես անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծել գործընթացը հնարավոր դարձնելու համար։ Չի եղել տնտեսվարող սուբյեկտ, որը մեր հետ շփումների արդյունքում ասել է, որ ինքը չգիտեր, որ գիտեք, կարելի է գնալ բերել, որտեղ հիմա լավ, այս պահին արդեն նորից էլի երկու տնտեսվարող են բերում, բայց ավելի քան բոլորին հայտնի է, այդում նաև հասարակության ոչ միայն բիզնես հատվածին, ցանկացած քաղաքացու, որ կա հնարավորություն գնացեք պայմանագրեր կնքեք։ Եթե չեմ սխալվում, էկոնոմիկայի նախարարն էլ ասել այդ մասին, որ կարող գնաք բոլորդ ով ուզում է գնացեք կնքեք։ Ադրբեջանական բենզինը քիչ քանակությամբ է Հայաստան ներմուծվել, բայց Գևորգյանը դրական է գնահատում այդ փաստը։ Այլընտրանք է սա հայկական շուկայում, բայց տնտեսվարողներն իրենք պետք է որոշեն, ցանկանում են Ադրբեջանից բենզին կամ այլ ապրանք ներկրել, թե ոչ, որևէ պարտադրանք կամ սահմանափակում չկա։ Իր մեքենան ադրբեջանական բենզինով լիցքավորող վարորդն է ազատ իր ընտրության մեջ, չեք ցանկանում, մի լիցքավորեք։ Մենք չենք բենզին ձեռք բերում եւ տալի մեկի։ Մենք ասում ենք հարգելի բիզնես, գնա խոսա ընդեղի բիզնեսի հետ եւ փորձի ինձ այդտեղ ներկրել։ Այսինքն սրա համար մենք ոչ թե գնում ենք, այսինքն չի որ գնացել ենք Ռանոյելի համար այնտեղ գործընկեր ենք, թե մի հատ է միջնորդություն ենք արել, մի հատ է բիզնես ենք, բիզնես բան ենք, գործարք ենք ատել։ Իրանք գնում են, ընդեղից վերցում մեր խնդիրը է, որ մարդկանց ասել կառավարության խնդիրը, մարդկանց ասել այլևս այդ հնարավորությունը կա։ Հեղուկ գազի գինը շարունակաբար տատանվում է։ Գնի մի փոքր նվազմանը հաջորդում է շեշտակի թանկացումը։ Հայաստան հեղուկ գազ է ներկրում 100-ից ավելի տնտեսվարող ընկերություն, որոնք ըստ Գևորգյանի չեն կարող ճնշել գնի բարձրացումը կամ որևէ ազդեցություն ունենալ դրա վրա։ Հնարավոր պայմանավորվածությունների տարբերակն էլ է բացառվում։ Գերիշխող դիրք որևէ ընկերություն եւս չունի։ Թանկացման պատճառներն առավել մասշտաբային են։ Լարսը որ ասենք փակվում է, այդ մեքենան, որը պետք է օրինակ 10 օրում գնար, գնում է 20 օրում։ Տրանսպորտը թանկանում է։ Թողենք այն որ բորսայի գինը բարձրանում իջնում է, որտեղ բորսայից է կախված։ Հիմա նայեք, բորսան որ սկսում է պահանջարկը հեղուկ գազի մենակ Հայաստանով չի պարում, Հայաստանը դրա ամենամեծ սպառողը չի։ Օրինակ նույն ձևի
Այն կողքի երկրն են թուք ինչը Պակիստան, եթե սկսում է այդ բորսայից մեծ քանակ առնել, իրաց մոտ է պահանջարկի եւ բանի սեզոնայնություն կա։ Սկսում է ապրանքի գինը թանկանալ։ Այդ ապրանքի գինը որ թանկանում, բնականաբար Հայաստանում էլ է թանկանում։ Ընդհանուր առմամբ, ամփոփելով մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի 2025-ին կատարած աշխատանքի արդյունքները, հանձնաժողովը շուրջ 2 միլիարդ դրամ տուգանք է նշանակել։ Հայաստանի Հանրապետության բյուջե մուտքագրվել է 1 միլիարդ դրամից ավելի գումար։ Ադրբեջանի տրանսպորտային հանգույցի գործարկումը ըստ մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահի կարող է ազդել Վրաստանով Հայաստան բեռնափոխադրումների գնի վրա։ Գեգամ Գևորգյանի հավաստմամբ գնիչեցման ազդակներ հայկական կողմը արդեն ստանում է։ Այդ փոփոխությունները նկատի կլինի Ադրբեջանից Հայաստան ապրանքների երկրորդ խմբականակի ներմուծման դեպքում։ Գևորգյանը հայտնել է, որ որևէ տնտեսվարողի նկատմամբ պարտադրանք չի եղել Ադրբեջանից Հայաստան ապրանքների ներմուծման առումով։ Հայաստանում գործունեություն ծավալող տնտեսվարողները հնարավորություն ունեն Ադրբեջանից ներմուծել Հայաստան։ Մենք կոմունիկացվել ենք իրար եւ իրանցից որևէ մեկը ասել է մենք բողոք չունենք։ Եթե ունենք, ասեն։ Հիմա կարող ասել, բայց կարող վախենան բողոքեն, բայ ոնց ասում, բայց մինչեւ դա ցորեն էին բերել։ Գիտեին չէ՞ որ արդեն Ադրբեջանի տարածքային հարաբերություններ են սկսել։ Մեկ ասել ես գնամ բենզին բերեմ, ասել ենք, չէ, ինչ պիտի կառավարություն չթողի։ Կառավարությունը անդադ խոսում է, վարչապետը անդադ ասում է, որ խաղաղության օրակարգի այսպես ասած առավելություններից է եկեք օգտվեք, շուտ եկեք ուզեցել է գնալ մենք ասել ենք մի արեք։ Դատաքննության ժամկետները Հայաստանում շարունակվում են ձգձգվել։ Այստեղ խնդիրների մի մասը օբյեկտիվ է, գերակշիռ հատվածը սակայն սուբյեկտիվ։ Հայաստանի արդարադատության նախարար Սրփույգ Գալյանն է խոսել արդարադատության համակարգի այս արդիական խնդրի մասին։ Նա նշել է, որ 2019-ից դատավորի 80% հաստիք է ավելացվել։ Աշխատավարձերը բարձրացել են 40%։ Կառավարությունը վերականգնել է արագացված դատաքննության կարգը եւ ներդրել դատաքննության process արագացնող եւ պարզեցնող այլ կարգավորումներ։ Այդուհանդերձ դատական գործերի մի հատվածը շարունակում է քննվել ողջամիտ ժամկետների ակնհայտ խախտումներով։ Դա երևում է նաև գլխավոր դատախազությանն ուղված դիմում բողոքների քննության արդյունքում։ Մենք տեսնում ենք իրավիճակներ, երբ դատավորը կարող է 7 տարի շարունակ քննել զրպարտության վերաբերյալ պարզունակ գործ եւ 1 տարի չհրապարակել դատական ակտը։ Մենք կարող ենք տեսնել, որ օրերի ընթացքում որոշում կայացնելու փոխարեն, օրինակ հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշման մասին է խոսքը, դատավորը կարող է սպասել ամիսներ։ Մենք տեսնում ենք, որ անձը կալանքի տակ կարող է մնալ 5 եւ ավել տարի։ Եվրամիությունը կարող է մինչև փետրվարի 24-ը ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը։ Այն կներառի մի շարք ապրանքների արտահանման արգելք, ռուսական նավթային լցանավերի սպասարկման սահմանափակումներ եւ պարարտանյութերի ներմուծման կրճատում։ Թրամփը խոստացել է շատ վճռական գործողություններ ձեռնարկել, եթե Իրանի իշխանությունները սկսեն մահապատժի ենթարկել կառավարության դեմ ցուցարարներին։ Նա նաև նշել է, որ տեղյակ է ցույցերի ընթացքում մահացած բավականին զգալի թվով մարդկանց մասին։ Թրամփը հայտարարել է, որ չեղյալ կհայտարարի իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները, մինչև սպանությունները չդադարեն։ Իրանցի հայրենասերներ, շարունակեք բողոքի ակցիաները վերահսկողություն հաստատելով ձեր հաստատությունների նկատմամբ։ Հիշեք մարդասպանների եւ բռնարարների անունները։ Նրանք մեծ գին կվճարեն։ Ես չեղարկել եմ իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները, մինչև ցուցարարների անիմաստ սպանությունները դադարեցվեն։ Եթե նրանք նման բան անեն, մենք շատ ուժեղ գործողություններ կձեռնարկենք։ 2026 թվականի երկրորդ շաբաթվա ընթացքում Հայաստանում սուր շնչառական վարակների հիվանդացությունը գնահատվում է որպես ցածր ակտիվություն։ Դեպքերի շուրջ 60%-ը վերաբերում է 0-ից 18 տարեկաններին, առավել բարձր ցուցանիշը 0-ից 4 տարեկանների շրջանում։ Հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ նվազել են 1.3 անգամ, իսկ հոսպիտալացվածների 92.8%-ը երեխաներ են։ Հանրապետությունում շարունակվում է շրջանառվել գրիպի A տեսակի H3N2 ենթատեսակը։ Կիևյան փողոցից 2 օր առաջ եղբորս հետ դուրս եմ գալիս իրեն շքամուտքից, այդտեղի խանութի տերը մաքրում է դիմացի հատվածը եւ ինձ ասում է ինձ սրա համար փող պետք է տա։
Քաղաքապետը գործակարգավարական նիստում դժգոհեց. տնտեսվարողները չգիտեն, որ ավագանու որոշմամբ մասնավոր տնտեսվարողները, ովքեր առաջնային գծում ունեն օբյեկտներ, հասարակական տարածքներ, բիզնեսներ, պարտավոր են ձնամաքրման աշխատանքներին մասնակցել։ Ավինյանի խոսքով ամանորին առաջնային եւ երկրորդային ճանապարհներին ձնամաքրման հետ կապված գրեթե խնդիր չեն ունեցել, բայց վարչական շրջանների կատարած աշխատանքի առնչությամբ դժգոհություն կա։ Բավարար չափով ջանք չի գործադրվել, որ մասնավոր տնտեսվարողները իրենց կառույցների դիմացի հատվածներում ձնամաքրման աշխատանքներ կատարեն, ինչը իրենց պարտականությունն է։ Քաղաքապետի խոսքով կան վարչական շրջաններ, որոնք որևէ վարչական տուգանում չեն արել։ Հասարակական կարգի պահպանության աշխատակիցը միջինացված, ասենք անգամներով, տասնյակ անգամներով ավել վարչական իրավախախտում է արձանագրում։ Կան մեր վարչական շրջանի համապատասխան նույն աշխատակիցը։ Լավ ամառ դուրս գալը լավ բան չի։ Գործակարգավարական նիստում քննարկվել է նաև 18 ներդրումային ծրագրերի հարցը։ Սրա արժողությունը 10 միլիարդ դոլար է։ Սուրմալու, ինչպես նաև մետրոյի Աջափնյակ կայարանի համար նախատեսվել է 98 միլիարդ դրամ։ Ֆինանսավորել է կառավարությունը, որևէ միջազգային կամ վարկային գործիքակազմ ըստ քաղաքապետարանի չի կիրառվել։ 2026-ից 2031 թվականներին այն փաստացի կիրագործվի, վստահեցնում են ներդրումային ծրագրերի իրականացման վարչությունից, նախագիծն ու շմակ փորձաքննությունները ավարտված են։ Նախագծային աշխատանքները իրականացվել են 2021-ից 25 թվականներին։ Քանի որ FIDIC կարգավորումներով տեղ հսկողը վստահության ծրագրի ինժեներն է, այսինքն նաև ծրագրի իրականացման շինարարության ընթացքի համար պատասխանատու է, այդ կարևոր լուծումները մենք ցանկանում ենք տալ, որովհետև տեղական կարողությունները բավականին սահմանափակ են նման ծրագրեր կառավարելու համար։ Շատ լավ, փաստաթղթի նախագծի պատրաստման խնդրում եմ ժամկետ ասեք, հիմա բոլորը լսում են ուղղակի։ Ես կարծում եմ մինչև այս ամսվա վերջ մենք արդեն կունենանք նախագիծը։ Թվարկելով տարեսկզբյան անելիքները Ավինյանն անդրադարձել է նաև օդի որակի խնդրին։ Նրա համոզմամբ կարողանալու են հետազոտել ինվերսիոն շերտը, այսպես կոչված կեղևը, որը խոչընդոտում է օդի աղտոտվածության հեռացման կանխատեսումներ իրականացնել, քանի որ քաղաքապետարանը ըստ Ավինյանի կենտրոնացած է օդի որակի խնդրի վերաբերյալ ավելի վերլուծական տվյալներ տալու եւ դրա հիման վրա գործողությունները կարգավորելու վրա։ Առողջապահության վարչության պետն էլ տեղեկացրել է, որ 7 նոր շտապօգնության մեքենաներ են ձեռք բերել։ Նորություններ են սպասվում նաև բուժ աշխատողների աշխատավարձերի առնչությամբ։ Ձեռք է բերվել պայմանավորվածությամբ ամբողջ տարածքում գործող շտապ բուժօգնություն իրականացնող կազմակերպությունների համար պետության կողմից սահմանել մեկ համընդհանուր կանչի գին։ Կանչի վերանայման եւ բարձրացման արդյունքում կիրականացնենք բժիշկների բուժքույրերի եւ վարորդների աշխատավարձերի բարձրացում։ Քաղաքապետն անդրադարձել է նաև քաղաքում խցանումների խնդրին։ Նրա խոսքով 250-18 մետրանոց ավտոբուսների մուտքը նոր հնարավորություն կստեղծի։ Ավինյանն ասել է, հասնելու են այն կետին, որ առաջնային փողոցներում բացի հանրային տրանսպորտից ուրիշ որևէ ավտոմեքենայի մուտք արգելվի։ Հունվարի 13-ին մահվան ելքով վրայերթը տեղի ունեցել մայրաքաղաքում 40-ամյա Վարդանը BMW-ով Արշակունյաց պողոտայում վերգետնյա անցման մոտ վրայերթի ենթարկել չթույլատրելի հատվածով անցնող կնոջ։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահումն արձանագրել է հետիոտնի մահը։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 2-րդ վաշտի բարեկները։ Հետյոտը փողոցը անցել է, տեսնում եք, չթույլատրելի հատվածով, երբ մի քանի մետր այնքով վերգետնա անցումն է, եւ եթե նա անցներ վերգետնա անցումով, հետեւաբար վրայերթը տեղի չէր ունենա։ Հունվարի 12-ին Արարատի մարզի Այգեստան գյուղում տուն է այրվել։ Արտաշատի շրջփրկարական ջոկատի հրշեջները կանխել են վագոն տնակում առաջացած կրակի տարածումը, հետո մարել այն։ Ներսում հայտնաբերել են նույն տան 72-ամյա բնակչի մոխրացած դին։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի բարեկները։
Հունվարի 13-ին Հրացու թունելից դեպի Խանջանի թունել տանող հատվածում բախվել են Toyota-ն, Mercedes Sprinter-ը, Chevrolet-ն եւ մեկ այլ մեքենա։ 6 հոգի, այդ թվում 3 երեխաներ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած փրկարարության Երևանի թիվ 1 շրջփրկարարական ջոկատի շրջփրկարարները, նաեւ Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Տեղում էին ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բարեկները պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների եւ վիրավորների ինքնությունը։ Հունվարի 12-ին խոշոր վթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ավազով բարձված բեռնատարը Երևան-Երասմեղրի ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց կողաշրջվել։ Վարորդին առաջին օգնության են հասել օպերատիվորեն ժամանած փրկարարության Եղեգնաձորի շրջփրկարարական ջոկատի շրջփրկարարներն ու Վայոց ձոր բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Փրկարարներից մոտ 1.5 ժամ է պահանջվել, մինչև մեքենայից դուրս են բերել վարորդին, հատուկ տեխնիկա են օգտագործել։ Նա տեղափոխվել է Վայոց ձոր բժշկական կենտրոն, տեղում էին ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Լավ է, վարորդի կյանքին վտանգ չի սպառնում, կոտրվածքներ է ստացել ոտքերի հատվածում, բայց փրկարարները ահագին տանջվել են։ Եվ հունվարի 12-ին ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները ուժեղացված ծառայության ընթացքում տեղեկություններ էին ստացել, որ Mercedes G63-ի վարորդը երթևեկում է, խախտելով ճանապարհային երթևեկության մի քանի կանոն։ Պարեկները պարզել են, որ մեքենան գտնվում է Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածքում, հայտնաբերել են այն։ 36-ամյա վարորդը ենթարկվել է վարչական պատասխանատվության, այդ թվում անվադողը ոչ ծմերային լինելու համար։ Ստուգել են, պարզվել է, որ անվադողերը ամառային են, մինչդեռ այն պետք է լիներ ձմեռային, ինչի համար էլ այս պահին Պարեկի կողմից վարչական ակտ է կազմվում։